Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինշաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Հայաքվե քաղաքացիական միավորման անդամ, հանրային գործիչ, կինովավերագրող Հովհաննես Իշխանյանին։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ ընդունելու համար։ Պարոն Իշխանյան, միանգամից զրույց ուզում եմ սկսել վերջին իրադարձությունների, այսպես ֆոնին, այսպես ասեմ, երբ Փաշինյանը առաջին անգամ ուրեմն գրառումներ սկսեց կատարել եկեղեցու դեմ, մտածեցինք, որ դա ինչ որ կամ սխալմունք էր, կամ ժամանակավորებ ինչ որ բաներ, թեև այդ կարգի մարդը, ասենք երկրի ղեկավարը նման հարցում սխալվելու իրավունք չուներ։ Ավելի ուշ այդտեղ տեղի ունեցան իրադարձություններ, սրբազաններ ձերբակալվեցին եւ այլն։ Ավելի ուշ Փաշինյանը, երբ խոսում էր Էջմիածնում կայանալիք, այսպես ասենք, այդ հավաքի մասին, այնքան բարդացրեց մասնակիցների իբր ինտելեկտուալ բան, թե նրանք ովքեր պիտի լինեն Աստվածաշունչը կարդացած եւ այլն, մտածեցի ես, անձամբ ես մտածեցի, որ դե հիմա արդեն հետ քայլ է անում, փորձում է նահանջ երկով ապահովել իր համար, բայց այնինչ տեսանք երեք դառացիորեն, այսպես ասեմ, հոգեորականների զանգվածային ձերբակալություն, այլ կերպ չես կարող ասել, ցույց է տալիս, որ սա կատակ չէ եւ առհասարակ հարց է առաջանում իմ մեջ նաեւ, որ պետության ղեկավարը կարծես իսկապես adekvat չի եւ չգիտի ինչ է անում։ Ձեր գնահատականն է իրադարձություններին։ Պատկերը հասկանալու համար պետքա նայել Թուրքիայի ռազմավարության տեսակետից։ Հայաստանում ինչ կատարվում է Թուրքիայի ռազմավարության տեսակետից է։ Այսինքն, եթե պետք է այս տարածքը թուրքականացվի, պետք է այն հենարանները քանդվեն, որոնք թուրքական չեն։ Հենարաններից մեկը բանակն է, հենարաններից մեկը Հայաստանի դաշնակիցներն են, հենարանները գիտությունն է, հենարանն է կրթությունը, դպրոցը, կրթությունը, հա, հենարանն է նաև եկեղեցին։ Հիմա հերթականությամբ է այդ հենարանները քանդվում, սկզբից Արցախն է հանձնվել, չնայած սկզբ գիտությանը արդեն հարվածել էին ի սկզբանե, հետո բանակը սկսեցին կադրային ջարդանել եւ Արցախն ազատագրած հիմնական գեներալներին շինծու գործեր հարուցել եւ դատել եւ նաեւ քաղաքական գործիչներին ու կամաց բերելով նրան Արցախը դատարկեցին, բայց ի վերջո չի ավարտվել, չէ՞, Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարությունը ու ով է այս պահին Արցախի խնդիրը լավագույնս բարձրաձայնում եւ հայերի իրավունքների պաշտպանության խնդիրը եկեղեցին, թե ներսում, թե դրսում։ Եվ բնական է, որ Փաշինյանը որպես Թուրքիայի քաղաքականության էլեմենտ, պտուտակ, Թուրքիայի երազանքների պտուտակ կամ կախարդական փայտիկ, ինչպես իրենք են իրենց բնորոշել, երբ եկան իշխանության ասելով, որ այդ կախարդական փայտիկը կա, իսկապես կա եւ դա հենց թուրքական կախարդական փայտիկ է, որն գրված է Made in Turkey։ Ու այս պայմաններում տեսեք Արցախի ներկայացուցչությունը եւ Արցախի պետական ինստիտուտները գրեթե չկան, բանակը ամբողջությամբ տիրապետության տակ է, նրա ԱԱԾ-ն, քննչականը, մի խոսքով ԱԱԾ-ն ու քննչականը դեռևս նախկին իշխանություններից էր արդեն այդ ընդունված սահմանադրությամբ էր արդեն իր տիրապետության տակ եւ այստեղ մնաց եկեղեցին պահպանել է Արցախի թեմը, եկեղեցին միջազգային իր կառույցներում եւ միջազգային եկեղեցական ժողովներում բարձրաձայնում է արցախցիների վերադարձի հարցը, ինչպես նաեւ Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերման հարցը, դատական հայցեր է ներկայացնում ու սա բնականաբար սպառնալիք է թուրքական քաղաքականության համար, ռազմավարության համար եւ նրանք պետք է այդ վերացնեին։ Հիմա թուրքական քաղաքականությունը նրանով է իրենց համար լավ, որ ինքը անընդհատ փորձող է, ինքը չի կանգնում, ինքը մի բան փորձում է, մյուսը անում է։ Հիմա Փաշինյանի առաջի գրոհը այդ վարկաբեկելն էր, Ավազանի անունով կոչելը եկեղեցականներին, հանրային տրամադրությունները արթնացնելը, հետո արդեն մեջից, եկեղեցու մեջից, ինչպես Թուրքիան Փաշինյան էր գտել հայ ազգի մեջից ու շրջել Հայաստանի դեմ, այնպես էլ իրենք այցին, սա բան, եթե վերադառնանք նայենք, թե մինչև էս ինչպես է արվել, լրիվ ինքը հասկանալի էր, որ
արվել։ Իսկ այն մնացածը թե որ պետքա բան լինեն, սուրբ լինեն, որպիսի գրավեն եկեղեցին, տղատրիկ ուտիկաներ է, այդ ինչ որ բան թատերականացված, այդ բանն է, բուտաֆորիան է, արանքի տեղի ունեցողի։ Հարցը հետեւյալն է, պետք է Արցախի ինքնորոշման, հայերի իրավունքների պաշտպանության, հայերի դիմադրության օջախները քանդել։ Եկեղեցուց հետո արդեն սկսվելու են մշակութային գործիչները, մենք, ես, դուք, լրատվամիջոցները եւ այլն եւ այլն։ Այդպես։ Հիմա դուք ասում եք Թուրքիայի շահն են սպասարկում, թուրքական ծրագիր են իրականացնում։ Մենք ինչ պիտի անենք հիմա, ընկրկենք դրա առաջ, այսինքն մտածենք, որ պարտված ենք։ Չէ, ոչ իհարկե, ինքը հարատև պայքար է եւ երբեք չի լինում այդ պարտությունը։ Պարտությունը լինում է այն պահից, երբ որ դու ընկրկում ես, երբ որ հանձնվում ես։ Հենց հանձնվեցիր, դա արդեն պարտությունն է։ Բայց այդպես չի, նախ այս տարիների ընթացքում սերունդներ են աճում, որոնք սկսում են ներգրավել քաղաքական հայերի իրավունքների պաշտպանության գործունեության մեջ, թե քաղաքասարակությունն է զարգացել արդեն նոր, թե իրավապաշտպան կառույցներ, թե մարդիկ, ասենք, զրկանքներ են կրում Բաքվի բանտում եւ Երևանի բանտում, եւ այս էներգիաները, որ այդ բանտերից կուտակվում, այդ բերելու է հայ ազատագրական եւ հայերի ազատության ու արդարության նոր ժամանակաշրջան է ստեղծելու։ Եթե իհարկե մենք կարողանանք այս բանի համաշխարհային ճգնաժամի պայմաններում դուրս գանք, ես տեսնում եմ նախադրյալները դուրս գալու եւ ինչի եմ տեսնում այդ նախադրյալները, նաեւ իմ անձնականից, հա, որովհետեւ ես նույն մարդը չեմ ինչ որ մի տարի առաջ եւ մի տարի առաջ նույնը չէ, ինչ 2 տարի առաջ, այսինքն այս process-ները նաեւ ինձ է զարգացնում։ Ես շատ բաներ որ հիմա ասում եմ, այս process-ների մեջով անցնելուց հետո հասկանալով եմ ասում ու դրա համար եւ ես մենակ չեմ, հա, ես ընդհանուր այս process-ները նաեւ մեզ գտնում ենք իրար, մարդիկ գտնում են իրար, սկսում են վստահել իրար, միասին համագործակցել եւ ամենակարևոր բանը, որ տեղի է ունենում, այդ համագործակցային մշակույթի ստեղծումն է հայերի ինքնության մեջ, որովհետեւ նախկինում ավելի տենց անհատապաշտական, անհատաձև մշակույթներ, հա, որտեղ ավելի շատ կարևորում էր անձի վարկանիշը, քան այդ համագործակցային մշակույթը, որ մեկս մյուսին ոնց որ օժանդակելով ավելի մեծ արժեք ենք ստեղծում, ավելի արդյունավետ ենք գործում։ Մյուս կողմից զարգանում է ավելի արդյունավետության վրա հիմնված բանը, քաղաքականությունը, մոտեցումը, ռազմավարությունը, քան հենց բարոյականության։ Որտեղ բարոյականությունը ինքը կարևոր բաղադրիչ է, բայց բարոյականությունը շատ հաճախ խոչընդոտում է ռազմավարությանը։ Մի պարզ օրինակ բերեմ, հա, օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող է գնա մեր համախոհներից մեկի հետ լուսանկարվի եւ մենք բոլորը սկսենք մեր բարոյական էմոցիաներից ելնելով հայհոյել նրան, ում հետ որ նկարվել է, չէ՞։ Բայց մյուս կողմից, եթե մենք գիտակցենք, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը հենց մեզնից այդ հայհոյանքները ստանալն է եւ հեռացնելը մեր համայնքի մարդուն մեզանից, մենք այստեղ արդեն սկսում ենք արդյունավետության մտածողությամբ գործել եւ սա շատ կարեւոր է հայ ժողովրդի համար, որպեսզի հետագա աղետները կանխելուն ընկալի թե թշնամու նպատակը որն է, այսինքն արձագանքի ոչ թե ըստ էմոցիայի, այլ արձագանքի ըստ թշնամու նպատակի խոչընդոտման, չիրականացման։ Քաղաքական շրջանակներ նշեցիք, դիցուք Հայաստանում քաղաքական շրջանակները, որոնք եթե դուրս են ԿՊ-ից, նույնպես գտնվում են բռնաճնշումների տակ, արդյոք արձագանքը, որ կա այս պահին այդ քաղաքական շրջանակներից, համապատասխանում է այն իրողություններին, ինչ որ կատարվում է եկեղեցու հետ։ Եթե նայենք Ես ուզում կապ տեսնել քաղաքականության եւ եկեղեցու միջեւ։ Եթե նայենք ըստ տրամաբանության, թե ինչպիսին պետք է լիներ հիմա արձագանքը, ըստ տրամաբանության չի համապատասխան, բայց ինչի չի համապատասխան, որովհետեւ դիմադրությունները, դիմադրողականությունը բազմաթիվ անգամ կոտրվել է։ Դա չի նշանակում, որ նորից չի վերականգնվելու, այդ վերականգնելու ձևը պետք է գա եւ դա մի օրում չի, հա, ասենք այդ process-ը գեներացնելով է լինում։ Ես վստահ եմ, որ դա լինելու է, նախընտրություններ կան արժևում եւ եթե մենք ինքներս մեզ խոստովանենք, մենք որոշակի այդ էներգիան պահում ենք այդ ընտրություններին, հա, զգում ենք, որ դա կարող է լինել այն հնարավորությունը մեր ազատության եւ արդարությունը վերականգնելու հնարավորությունը։
մյուս կողմից մտավոր բանում, հա, բանավոր խոսքում, գրավոր խոսքում աջակցությունը մեծ է եկեղեցու հանդեպ, ներվը, այն ատելությունը, զզվանքը, որը բան է դուրս է հանել Փաշինյանը իր դեմ, եւս համապատասխանում է տրամաբանությանը, եւ ես կարծում եմ, որ հանրային մտավոր կարծիքը բնականաբար եկեղեցու պաշտպանության կողքն է, որովհետև այս տարիների ընթացքում արդեն բոլորի այդ ոսկորին հասած պահ է, հա, այս թուրքական քաղաքականությունը ու բոլորը ընկալում արդեն այն թելը, որը կտրվել էր 1915-ից հետո կամ 15-ից հետո չէ, նույնիսկ 94-96-ից Համիդից հետո այդ թելը, որը կտրվել էր սովետական միությամբ եւ մեր հաղթանակով, հիմա նորից այդ վերականգնվել է մեր ուղեղում, հիշողության մեջ ու լրիվ սկսվում է պատկերացնել եւ ներկայիս մարդը, ներկայիս հայը սկսում է վերապրել թե նախկինում ինչ ա եղել։ Ես մի կարևոր բան ասեմ, որը ուզում եմ անպայման շեշտի լրատվամիջոցներում, հոկտեմբերի 19-ին կաթոլիկ եկեղեցին ունենալու է առաջին հայ սուրբը, որը կաթոլիկ է, Իգնատիոս Մալոյանն է, Մարդինի եկեղեցու arczepiskopos-ը, որը ցեղասպանության զոհ էր։ Նրան բռնում են եկեղեցում իր հետևորդների հետ, տանջում են, եղունգները հանում են, ստիպում են, որպեսզի նա կրոնափոխ լինի, նա չի լինում կրոնափոխ, իր աչքի առաջ սպանում են իր հոտի ներկայացուցիչներին, բայց նա չի ընկրկում, վերջը տանում են աքսորի, վերջին անգամ ստիպում են կրոնափոխ լինել, հրաժարվում է, գնդակահարում են։ Եվ նրան կաթոլիկ եկեղեցին սրբադասելի է շուտ։ Այսինքն մենք այն ինչ որ հիմա կատարվում է մեր քահանաների հետ, հա, այդ թելը կապելն է եւ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հենց այն բաներին են սպայակույտին թուրքական, որոնք բռնում էին տերտերներին եւ տանջում, որպեսզի կրոնափոխ լինեն։ Իհարկե այն ժամանակ կրոնափոխը շատ ավելի ընկալելի էր, դու փաստորեն մի կրոնից տեղափոխվում է իր մյուս կրոն ստիպողության տակ։ Այս պարագայում կրոնափոխ լինել նշանակում է լինել նիկոլական, չպայքարել Արցախի համար, արցախցիների եւ հայերի, մյուս հայերի իրավունքների համար, սա է կրոնափոխ լինելը ներկայիս 21-րդ դարի հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում։ Եվ փաստորեն Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հարկադրանքով այդ շանտաժները, հա, այդ Արամին, որին ամենայն հավանականությամբ փողով կաշառել են, որ իր եղբայրների մեջքից խփի, փաստորեն այդ բոլորը կրոնափոխ են եղել։ Դրանք էսա այդ պետք է անցնել այդ կրոնափոխությունը։ Մյուս կողմից փոխվել է 20-րդ դարի ցեղասպանությունը, անգլերեն ասած upgrade է եղել։ Թուրքիան հասկացել է, որ իր վրա բան է նստում, դարերի փոշի է նստում, վարկաբեկման, ինքը կատարելագործել է, ճկուն է սարքել ցեղասպանությունը, ինքը ոչ թե ուղիղ թալյաթով, ընվերով եւ իջած հրամաններով թուրքերն են անում կամ վարձու քրդերը, այլ հենց խմբի ներկայացուցիչն է անում ցեղասպանություն եւ Լեմկինը, որը սահմանեց ցեղասպանությունը ինչա ի նկատի ունենալով հայերի եւ հрьяաների ցեղասպանությունը, ինքը չուներ էս իր աչքի առաջ եւ այդտեղ ցեղասպանության սահմանումն էլ պետքա ընդլայնվի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինքը ցեղասպան է, սակայն ընկալելի չի, որովհետեւ ինքը իր խմբի հանդեպ ցեղասպանությունը իրագործում է ուրիշի հարկադրանքով, հա, ու սա է, որ նոր իրավաբանությունը պետքա պատասխաններ տա այս հարցերին, իրավաբանական փիլիսոփայությունը հատկապես, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը եւ ինչպես է պետք վարվել նրան, ինչպես նա պետքա դատվի հետագայում։ Իդեպ այս ձեր վերջին մտքից զարգացնեմ, հարցը ուսումնասիրողները մատնանշում են, որ Նիկոլ Փաշինյանն ըստ էության այս իրավիճակում մենակ չէ, ամբողջ աշխարհում process-ներ են գնում հենց այն երկրների դեմ, որոնք ազգային են, որոնք եկեղեցիների իրենց հավատի կրոնի շուրջ միախումբ ժողովուրդներ են, պետություններ են։ Այնպես որ հիմա շատ ճիշտ նկատեցիք, որ Թուրքիան արդեն ոչ իր ձեռքով, այսինքն դրածոյի, այսինքն իր կամակատարի, իրենից կախման մեջ գտնվող ղեկավարի միջոցով տվյալ ժողովրդի դեմ իրականացնում է իսկապես ցեղասպանություն։ Բայց կուզենայի իմանալ ձեր կարծիքը նաև մի այլ հարցի մասին, որ բոլորովին վերջերս ի հայտ եկավ, փաստորեն եկեղեցում էլ կան մատնիչներ, ասեմ, թե հուդաներ, ասեմ, մեր եկեղեցում կա այդպիսին փաստորեն, հիմա
տեսեք մի ամբողջ քրեական գործ է կառուցվում հենց դրա վրա եւ բարձում է որ այդ մարդը պատրաստ է հանուն չգիտեմ երևի մի քանի կոպեկի կամ ինչ որ մի վիճակի կամ դիրքի ուրեմն վարկաբեկել հայ եկեղեցին լինելով այդ նույն եկեղեցու անդամ Մատնիչներ եթե չկան, նրանց պետք է հայտնաբերել։ Սա թուրքական ռազմավարության ակունքն է եւ ոչ միայն թուրքական։ Յուրաքանչյուր երկիր, պետություն, որը ունի նպատակներ, այդ նպատակների համար պետք է գտնի իր համախոհներին։ Հիմա եթե դրված է քանդել եկեղեցին, եթե կետերով առանձնացնենք թե ինչ է պետք անել եկեղեցին զավթելու համար, հա, Բաշխել հենարանները, ինչ հենարաններ ունի, թեմերը, բաները, բաշխել գտնել մարդկանց բաները, դոսիեները, այսպես ասած, կենսագրությունները, բնութագիրները, հասկանալ թե որոնք են նեղացած եկեղեցուց, չէ՞ որ ասենք դա հատկապես բանակում հրամայական հիերարխիկ համակարգերում այդպես է ներքևի ենթական որևէ կյանքին ինչ որ մի դրվագում հնարավոր է ինչ որ մաղձ է պահել իր վերադասի հանդեպ որովհետև հրաման կատարելը ինքը բան է որոշակի այդ մաղձ է վերադարձնում մարդուն եւ շատ հրամանատարներ հենց դրա համար են մեդալներով պարգևատրում իրենց ենթականերին որպեսզի այդ մաղձը վերացնեն, հա, մարդը ոնց է դոֆամին առաջանա ուղի մեջ, ասի դե լավ, ոչինչ են մեկը։ Հիմա նույնը եկեղեցու պարագայում, եթե ունեն այդ բաները, մեկը ասենք ճեմարանից դուրս մնացած է, մեկին ասենք պատժել են ինչ որ բանի համար։ Այս մարդիկ ամենա խոցելին են հուդա դառնալու իմաստով։ Եվ Տեր Արամն է, թե այնտեղ մի քանի հոգի միացան, հիմա բոլորի անունները չեմ հիշում, դու պարզապես ստեղծում ես քո տեքստը, թե ինչ ես առաջարկում իրեն ու ուղարկում ես 10-ից 1-ը համաձայնեց 10-ից 1-ը դու արդեն այդ ջրի մեջ այդ կեղտը գցում ես եւ այդ ամբողջ մաքուր ջուրը պղտորվում է Սա պետք է ընկալել յուրաքանչյուր համակարգում հնարավոր է այս խոցելի բաները գտնել։ Իմիջայլոց հենց բռնապետական համակարգերում, օրինակ Ալիևի ռեժիմում կամ Հյուսիսային Կորեայում կամ նույնիսկ Թուրքիայում ավելի դժվար է դա անելը, որովհետև այնտեղ սողոսկել այդ մարդկանց բռնելը ավելի բարդ է։ Իսկ Հայաստանի պարագայում եկեք մի պահ պատկերացնենք մենք բան ենք, պատկերացնենք թե այտենց թուրք պետական գործիչ ենք եւ սովետից հետո Հայաստանը անկախացել է եւ մեզ բանը Արցախում էլ ինչ որ հաղթանակ է գրանցել, ցեղասպանություն է ուզում որ ճանաչենք, մենք դրժում ենք, ինչ պետք է անենք։ Մենք պետք է գտնենք այդ հասարակության մեջ մարդկանց, որոնք մեզ հետ կհամագործակցեն։ Իսկ առաջին բանը, առաջին ձևը գտնելու ո՞րն է մարդկանց, մամուլը, որովհետեւ մամուլում են կարծիքները, չէ՞, հրապարակային է եւ կարող ես կարդում ես մամուլները, հայկական ժամանակ թերթում կարդում ես, ինչ Արցախը պետք է տանք, սա ինչի մասին է, մեր նզովում եմ նախնիներից Նիկոլ Փաշինյան։ Գտնում ես նրա կոնտակտները, նամակ ես գրում, ասում ես, որ գիտես ինչ կա, մենք կարդացինք, շատ հետաքրքիր մտքեր եք արտահայտում եւ այլն։ Եվ process-ը մեկնարկված է, մանավանդ եթե այդ մարդը արդեն նեղացած է իր համայնքից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի մասին ասում են, որ նեղացած էր իր համայնքից։ Շատ ավելի խոցելի է դառնում դավաճանության համար։ Ու այստեղ հենց այդ է, որ մեր ինքնությունը պետք է անկալի, որ յուրաքանչյուր համակարգում այդ խոցելիները կան։ Իսլանդիայում կլինի, Դանիայում կլինի, Շվեդիայում կլինի։ Եթե մարդը ուզենա գտնել, միանշանակ գտնելու է։ Այնպես չի որ ես կարծում եմ, որ 90-ականներին, երբ որ մենք հաղթեցինք, մենք էլ շատ հավանական է Ադրբեջանում գտել էինք այդպիսի մարդկանց։ Եվ սա խաղ է, որը ամբողջ աշխարհը խաղում է եւ ով չի խաղում, նա վերանում է։ Հասկանալի է։ Եվ մենք գտնվում ենք նախընտրական տարում, այսպես ասենք, ամիսներ են մնացել մինչև ընտրություններ։ Բնականաբար քաղաքական դաշտում վերադասավորումներ են, հարաբերություններ են ճշտվում, մերձեցման ձևեր են որոնում։ Ինչ եք կարծում, կհաջողվի արդյոք ընդդիմությանը այնուամենայնիվ հենց ընտրություններով հեռացնել Փաշինյանին, եթե ունենան այն կառուցվածքը այդ ընտրությունների մասնակցության, որը ասենք տեղի ունեցավ Գյումրիում կամ
փարակարում ենթադրենք եւ հաղթանակ տարավ ընդդիմության տեխնացում։ Այսինքն այստեղ սա Փաշինյանը վստահ եմ կդիմի Արդեն դիմում է։ կդիմի զանազան միջոցների, պետական լծակների գործադրում, ընտրությունների արդյունքների խեղաթյուրում եւ այլն, ձերբակալություններ, ճնշումներ, վախի մթնոլորտ, սպանություններ ընդཐུպ կգնա այդ ամենին, բայց մյուս կողմից էլ քաղաքացին մենք գիտենք, որ այդ ընտրատեղամասում այդ փոքրիկ արկղի առաջ մենակ է իր քվեով կհաջողվի ընդդիմությանը այնպիսի քաղաքացու ձևավորել այնպիսի քաղաքացու, որը ի վերջո նաև իր զգացածը, իր ապրումները կտա այդ թղթին ճիշտ այնպես, ինչպես ընդդիմությունն է ուզում։ Լավ դիտարկում արեցիք, որ այդ քվեախցում ինքը մենակ է, եւ եթե քվեախցից դուրս ընդդիմությունը կարողանա միայնակ չթողնել նրան, այդ քաղաքացին իր ձայնը արդարացիորեն եւ ազատ իր խղճի վրա հիմնված կտա։ Ասացիք ներողություն միայնակ չթողնի, այդ դա մի փոքր բացենք։ Երբ որ քաղաքացին հիմա այս պահին ինքը բնականաբար այս ամբողջ այս process-ները տեսնելով համայնքապետի դեմ ահաբեկչություն, եկեղեցականների arczepiskoposների կալանավորում ձերբակալում, հաշվեհարդարներ։ Ասենք ահաբեկչություն եկեղեցու դեմ նույն բանն է։ Ահաբեկչություն եկեղեցու դեմ, այո, նույնիսկ կարելի է արդեն ոչ թե արդեն, բայց դեռևս Արցախից սկսած կարելի է ասել ցեղասպանություն, որտեղ մենք շարունակական ամենօրյա ցեղասպանության մեջ ենք գտնվում ու հոգեբանական նաև։ Ու այս ահաբեկչությունների մեջ քաղաքացին սկսում է ճնշվել, չէ՞։ Հիմա եթե ընդդիմադիր գործիչները կարողանան այդ քաղաքացուն ուժ, հավատ եւ իր ձայնի մեջ ձայնը տալուց հետո վստահություն ներարկեն, որ նա ապահով է լինելու եւ նրան վտանգ չի սպառնում, ես կարծում եմ կլինի։ Իհարկե, ըստեղ մեզ բազմաթիվ անակնկալներ են սպասվում, որովհետեւ նախ Փարաքարի համայնքապետի սպանությունը մեծ հարված էր, բայց մենք գիտենք, որ նաև Գյումրու քաղաքապետին են ուզում ուզում են ազատվել եւ այս process-ները, ամեն ազատումները, բռնաճնշումները ավելի սաստկանալու են մինչեւ ընտրություններ։ Ես իհարկե ցավում եմ, որ ընտրություններին բանը հասավ, որովհետեւ նրանք իրավունք չունեն իմ ընտրությունները կազմակերպելու։ Մարդը, որը իմ սահմանադրական իրավունքը խախտելով Տավուշի տարածքներն է հանձնել, Գորիս-Կապան ճանապարհն է հանձնել, Արցախը 3 տարի ամեն օր 3 տարի հանձնում էր ու հիմա էլ արցախցիների ինտեգրման հարցերից է խոսում, երբ որ մարդկանց իրավունքներն են ոտնահարված, սեփականության իրավունքից մինչև կյանքի իրավունք, հա, դուք փոխանակ պետություն եք, կանգնեք այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու կողքը, ասում են մենք պետք է ինտեգրենք։ Ով է ուզում ինտեգրել, բնականաբար Ադրբեջանը, որպեսզի այնտեղ հայեր չլինեն կրկին, դա չի կարող լինել հայերի պետության հարցը մեջտեղից դուրս բերեն։ Հա, վերադարձի հարցը դուրս, այսինքն ամբողջ աշխարհը ասում է, որ եւ ոչ միայն աշխարհը, հա, միջազգային իրավունքն է ասում, փախստականների կոնվենցիան է ասում, փախստականների վերաբերող կոնվենցիաներն են ասում, փաստաթղթերն են, որ վերադարձի իրավունք ունեն, հա, բայց փաստորեն սրանք իրենց իսկ խմբի մարդկանց այդ իրավունքը ոնց որ բան են անում, վերացնում են։ Ինչպես էր, որ ասենք երիկ թուրքերը վերացրել էին հայերի իրավունքները, հա։ Ու տենց էլ գրում էին, չէ՞, Էնվերն ու Թալիաթ, հայերի իրավունքները գոյություն չունեն այստեղ։ Նույնը հիմա սրանք են անում, վերացրել են հայերի իրավունքները։ Դու չես կարող պարզապես, նույնիսկ եթե արդեն արտաքին գործերի նախարար կամ վարչապետ ես, ասես բանը մենք վերադարձի իրավունքից հրաժարվում ենք, չես կարող, որովհետև դա միջազգային իրավունք է, որը անկախ քո կամքից է գործում արդեն։ Եվ այս ամենը բնականաբար թեքվում է նաև իրենց դեմ սուրճ ծայրով։ Հիմա պետք է կարող հենց կիրառողների դեմ։ Հա, կիրառողների դեմ, հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, իրար այս բոլոր այդ ավերները, այդ խայտարակությունները, այս ամեն ինչը, սա տեսնում է ժողովուրդը, մենք գանք այդ հարցի սկզբին։ Ու ժողովրդին իմպուլս է պետք կարծես, որը նա դեռ չի գտնում։ Դե ես օրինակ այդ իմպուլսը մի քանի տեղ եմ գտնում, մեկը իմ նախնիների նկատմամբ բանում,
հանդեպ պատասխանատվության զգացումով, մյուսը գտնում եմ 20, 21, 22, 23 թվականի զոհվածների իմպուլսով, չէ՞ որ նրանց կյանքը ընդհատվել է նպատակով, որպեսզի ազատ լինեն հայերը, դա է նպատակը եղել։ Մի իմպուլսը այդտեղ է եւ մյուս իմպուլսը ինձ որ հաղորդեց վերջերս Ռուբեն Վարդանյանի այդ զրույցներից մեկն էր բանտից ուղարկված, որ ասաց, որ ամենամեծ մեղքերից մեկը հուսահատությունն է։ Եվ այստեղից հետևում է, որ այդ մարդիկ, որոնք հիմա զրկանքներ են կրում հայերի ինքնության համար, եւ ոչ միայն հայերի ինքնություն, սա շատ կարևոր է։ Բաքվում եւ Հայաստանում մարդիկ զրկանքներ են կրում մարդկության համար եւ ժողովրդավարության համար։ Ինչու՞։ Որովհետեւ Արցախի հարցը ոչ միայն հայ-ադրբեջանական հարց էր, դա ազգերի ինքնորոշման, ուժերի հակակշռման հարց էր։ Արդյոք ուժեղը կարող է կուլ տալ թույլին եւ ինչ ուզի անի, ուզի սպանի, ստորացնի, ինչ ուզի անի, թե պետք է գտնել ձև, որտեղ բանը այդ հակակշռվի եւ ճնշումներ չլինեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը նստեց ու ասեց մենք այլևս հարգանքի եւ ազգերի ինքնորոշման հիման վրա ենք աշխատում եւ ստեղծեց ՄԱԿ-ը, կանոնադրությունում էլ գրվեց դա։ Հիմա սա փորձարկում է Արցախը այդ աշխարհի համար։ Հայերին այնտեղ խտրականության են ենթարկում, հայերը ասացին մենք ինքնորոշվում ենք, մենք ստեղծում ենք մեր պետությունը։ Հիմա աշխարհը նստածել հայերը ասում են մենք ստեղծում ենք ժողովրդավար պետություն։ Դատական իշխանությունը գործադիր է, օրենսդիրը անկախ են, կա քաղաքասարակություն, ընտրություններով ձևավորվում է, մենք մի քանի նախագահ փոխեցինք այնտեղ ու կա նաև Ալիևյանը, որը ասենք փողի հիման վրա նավթով ստեղծում է բռնապետություն, սպանում է ազգային փոքրամասնությունների առաջնորդներին բանտերում, այդ թվում 20 թվականի նոյեմբերի 9-ին հենց Մոսկվայից Բաքու բերեցին եւ թալիշների առաջնորդին սպանեցին, նրանց իրավունքներն է ոտնահարում, բռնապետական երկիր է, 30 տարի է մի ընտանիքի մի անդամն է ղեկավարում երկիրը եւ այս բանն էր, վեճն էր։ Արդյոք Ալիևի մշակույթն է ճիշտ թե ժողովրդավարության։ Եվ այս ժամանակաշրջանում պարզվեց Ալիևինն է ճիշտ, բայց այս պահին կլինի Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, նույնիսկ Արայիկ Հարությունյանը, Վագիվ Խաչատրյանը եւ մնացած բոլորը, այս պայն չեմ կարող բոլորին թվարկել, բայց մնացած բոլորը նրանք այս պայն զրկանքներ են կրում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համար, որովհետեւ այդ պետությունից, որից իրեն գնացին այնտեղ, ինքը աշխարհին ցույց է տալիս ժողովրդավարության օրինակ։ Հիմա աշխարհը ուզում է լինել Ալիևի պես պետություն, որտեղ 17-ամյա երեխային բանը սպանում են, որովհետեւ ոստիկանության թմրանյութերի տեղաշարժի մասին է հայտարարել եւ ազգային փոքրամասնություններին են ճնշում տասնյակ լրագրողների 9-ից 12 տարի ազատազրկում են, թե ուզում են լինել Արցախի պես պետություն, որտեղ ժողովրդավարություն էր, նախագահները փոխվում էին, պետական ինստիտուտները աշխատում էին եւ ինքը առանձնապես այդ ֆաշիստական էքսպանսիան չուներ մեջը։ Նա ոչ ճնշում էր օտարներին, հակառակը դռները բաց էին Արցախի օտարների համար եւ որևէ այտենց խտրական ֆաշիստական մոտեցում այդ երկիրը չուներ։ Հիմա նոր աշխարհակարգի ձևավորման ժամանակ, որտեղ Թուրքիան հայտ է ներկայացնել ոստիկաններից մեկը լինելու, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում ներգրավելու, աշխարհը պետք է ամեն ինչ անի, որ այս մշակույթը չլինի, որտեղ Թուրքիան, նայեք, մենք կարող ենք սիրել կամ չսիրել Արևմուտք, Ռուսաստան, Իրան, բայց նայեք, Ռուսաստանում ազգային փոքրամասնությունները ունեն իրենց իրավունքները, դա բան է, խոսելու կարիք չկա դրա մասին։ Ամերիկայի մշակույթը ասում է, գիտեք, կարևոր չի ինչ ազգ ես, բան ժողովրդավարություն, ազատություն մենք կբերենք, հետո ճիշտ է գնում է այնտեղ պետություններ ա վերացնում դրա համար, բայց կրկին ինքը չունի այդ բան տարբերվողին ցեղասպանելու հատկությունը։ Իսկ նույնը Եվրոպայի մասին է։ Այսինքն ինչքան էլ իրանք փորձեն գրավել տարածքներ, այնուամենայնիվ որոշակի մարդակենտրոնություն կա, տարբերվողին հարգելու ինչ որ էլեմենտներ կան։ Թուրքիայի պարագայում դա չկա։ Թուրքիան վերացրել է հայերին, հույներին, ասորիներին, չէ, ալևիներին, ստեղծում էր միատար պետություն, դրա համար ցեղասպանություններ էր իրականացնում ու հենց հիմա էլ ինքը
փորձում է գերիշխող աշխարհի վրա միայն Թուրքի կարծիքը, Թուրքի քմահաճույք եւ ցանկությունները իրագործելի դարձնել միայն աշխարհի չէ, տիեզերքում էլ կուզի, Մարսում կամ Վեներայի վրա, բայց այդ քաղաքակրթությունը պետք է աշխարհը թույլ չտա, որ գոյություն ունենա, ինչպես թույլ չտվեցին երկրորդ համաշխարհային պատերազմում, որ Հիտլերը հաղթի։ Ձեր հարցի պատասխանը դա աշխարհը պիտի տա, այսպես ասեմ, ինչպիսի աշխարհ է ուզում Ալիևի նման, թե մենք էլ ենք տալիս, մենք էլ ենք տալիս։ Այդ հարցը իրենք դեռ պիտի որոշեն կամ մտածում են այդ ուղղությամբ, չգիտեմ։ Ինձ մի ուրիշ հարց հիմա հետաքրքրում է, Փաշինյանին մնացել է թերևս սահմանադրությունը փոխել եւ ադրբեջանցիներին վերաբնակեցնել, այն ինչ որ պահանջներով ենթադրվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Հայաքվեն հիշենք նաև ստորագրահավաքը, որ հիմնականում այնտեղ հարցը այն սահմանադրության հետ էր կապվում, որ չփոխվեն որոշակի օրենքներ եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն, այսինքն սահմանադրության հիմնական դրույթներ չփոխվեն։ Հիմա տեսեք, Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե մենք Թուրքիայի պահանջով չենք փոխելու, բայց արդյոք չեն փոխելու առհասարակ։ Արարատ Միրզոյանի ասելով չի, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում։ Հայաքվեն օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրել, որով քրեական պատասխանատվություն էր առաջարկում սահմանել նրանց նկատմամբ, ովքեր կհերքեն ցեղասպանությունը, ոչ թե կհերքեն, այլ միջազգային ճանաչումից կհրաժարվեն, այսինքն մի քայլ առաջ, ինչ որ սրանք արել են։ Եվ մյուսը, որ Արցախը կճանաչեն այլ պետության կազմում։ Իհարկե առաջի փուլը մեծ հաջողությամբ իրականացվեց, սակայն այդ Արցախի անկումից, այդ աղետից հետո այդ տենց մնաց։ Արդյոք կգնան դրան, որ սահմանադրություն փոխեն։ Հա, չէ, իրանք միանշան Ադրբեջանի համար Հայաստանը գոյություն չունի։ Ինքը իր խնդիրը Հայաստանը վերցնելն է եւ Էջմիածինը անգամ եթե ինչ որ մեկի մտքով կանցներ, որ կարող է Էջմիածինը ինչ որ ինքնավարություն տան եւ տենց ինչ որ վատիկանատիպ ինչ որ բան մնա, դա էլ ասել են, որ չի լինելու տենց բան, Էջմիածինը ադրբեջանական է եւ այլն եւ այլն։ Այստեղ ավելի էական է թե մենք ուր ենք ուզում գնանք, որովհետեւ ես կարծում եմ, որ մեզ պետք են ջրային էներգետիկ ռեսուրսներ, անկախ Արարատից, հա, մենք անընդհատ Արարատ ենք մտածում, բայց մեզ օդի ջրի պես հարկավոր է սահման Ռուսաստանի հետ, որովհետև Վրաստանի սահմանը շատ բան է, ինչ են ասում, խոցելի է, օդի ջրի պես դա հարկավոր է, մեզ պետք է լայնացնել սահմանը Իրանի հետ եւ ինչպես նաեւ Սիրիայի եւ Իրաքի հետ հարևանություն անել կրկին սահմանով եւ եթե Վրաստանն էլ բարի լիներ, օրինակ կարող ինչ որ ծովային ելք տար։ Այսինքն եթե Թուրքիան կարող է երազել Հայաստանը վերացնելու մասին, մենք պետք է երազենք եւ մենք նպատակը դնենք ունենալու այդ այն գոնե բազային անհրաժեշտությունը, որը անհրաժեշտ է մեր կենսագործունեությանը այստեղ։ Եվ եթե մենք այդպիսի նպատակներ դնենք, կարծում եմ, մենք էլ կսկսենք օրինակ Թուրքիայում գտնել տերարամների, հա, եւ որոնք կլինեն նաև արդար տերարամներ, ինչ իմաստով, որովհետև ի վերջո Թուրքիան ցեղասպանական երկիր է եւ օրինակ Թաներ Աքչամը այն ինչ որ անում է հանուն մարդկության, հա, նա տերարամ չի, այնտեղ կա բան, համամարտկային արդարության բաղադրիչ ի տարբերություն տերարամի, որը ամենայն հավանականությամբ փողի դիմաց է այս ամենը անում։ Ու դրանից ելնելով կարծում եմ, որ այդ մեր ինքնության այդ բաղադրիչ մասը պետք է լինի նաև հասկանալը, թե որ ճանապարհներն են մեզ անհրաժեշտ, որ կողմերն են պետք գնալ։ Օրինակ, այս բանի միջանցքից են անընդհատ խոսում Զանգեզուրի միջանցքից, բայց կա օրինակ բանը, չէ, Ադրբեջանի միջոցով, Սադարակի շրջանով Իրանին կապվելու հնարավորություն, Երասխից Իրան։ Ընդհանրապես Երևանից, ասենք 1.5 ժամ, 2 ժամ մենք կարող ենք գնալ Իրան։ Փոխարենը մենք գնում ենք, պտտվում ենք, բանով Սյունիքով գնում ենք։ Եվ սա ասենք շատ էական օդի ջրի պես անհրաժեշտ բան է, որ մենք Ադրբեջանով միջանցք ստեղծենք, Նախիջևանով դուրս գանք Իրանի վրա։ Ընդ որում Իրանը որոշակի ակնարկներ արել է, երբ որ դեսպանը Իրանի իր հրաժեշտի ասուլիսը տվեց, ինքը որոշակի ակնարկ արեց, որ կարելի է բան ճանապարհ ստեղծել, որը Ջուլֆայով բան անի, կկապի Իրանի հետ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։